Ողջույն։ Ողջույն։ Սեպտեմբերի վերջի օրը ու հենց նոր մենք մի հատ ծառ տեսանք, որը չհասցրեցինք նկարենք, բայց դեռ կնկարենք, լրիվ դեղին, ոսկեգույն, այո։ Հա, ամսաթիվը պաստորեն ասեցինք։ 3-20 րոպե։ Ես ջերմությունը շոտ տոկո։ 26 աստիճան։ 3 տոկո մի աստիճանը։ Այո։ Գայի պողոտը ասեցի, չէ՞։ Չէ։ Գայի պողոտը։ Թումանյան փողոց։ Այո, հենց էսա։ Այո։ Անահիտը գտել էր ինտերնետում։ Հիմա ինչ անենք, Անահիտ, ոչ մի կազմելու տեղ։ Կողքով շուտ նկարենք ու գնանք մենք։ Այս շենքն է, նայեք։ Ես եկա այս կողմ, հեսա կգնամ մոտիկից ցույց կտամ։ Անահիտը ավելի լավ գիտի պատմությունը, հեսա մոտենամ կպատմի։ Սենց ներկել են։ Լսում ենք ձեզ, Ռաֆայելովնա։ Բնակիչներն են ներկել։ Այո։ Բնակիչները ներկել են, ընդ որում շնորհակալություն էին հայտնում թաղապետարանին։ Պետրոս Պետոյան, ողջույն։ Ես ինչ ֆանտաստիկ բան է։ Գիտեք ով է նկարել։ Դուք։ Չէ։ Հա։ Ինքը։ Ուրա, բա մի հատ կանգնեք տենանք ձեզ։ Լրիվ դուք եք նկարել։ Այս մասը, այո։ Հա, այն հեշտ տեղերը բնակիչներն են նկարել, հա։ Ես տեսել եմ ձեզ, հա։ Հա, ինձ ձեզ վիդեոյում տեսել է։ Հիմա դուք էլ կարաք ձեզ տենակ։ Երևան Everyday կբացեք YouTube-ում։ Հոյակապա։ Դուք նկարիչ եք։ Պրոֆեսիոնալ։ Ինչպես։ Թեթև ասեց։ Հա, դե նկարիչի թեթևն է լավ, ծանր նկարիչում է պետք։ Շատ լավ է, շատ։ Եվ ձեր անունը։ Արմենա։ Արմեն։ Հա, ես էլ եմ Արմեն։ Դե Արմենները ուրիշ են, էլի, չէ։ Գնացին, ձեզ լավ որ մեր ժամանակը շատ կարճ է։ Շատ հաճույքով կգայի ձեզ հետ կզրուցեի, Արմեն։ Ստեղ եք ապրում։ Լավ, հեսա անջատեմ ձեր հեռախոսը վերցնեմ, դուք հետաքրքիր մարդ եք։ Գնացինք։ Շատ չենք ուշանում, Անահիտ։ Ուշանում ենք 10, արդեն 13 հապակաս։ Այո։ Ժողովուրդ ջան, այսօր հանդիպում ենք, հա, այսօր գնում ենք Սևծովի ապ, մտովի։ Բուլղարիա, Բուրգաս։ Հանդիպում ենք մեր Ռուբենին ու Լուսինեին։ Ակնկալում ենք, որ շատ հետաքրքիր հանդիպում կլինի։ Մեզ համար իհարկե։ Բայց իրենց համար էլ երևի։ Աշխատենք, որ ձեզ համար էլ հետաքրքիր լինի։ Այ Անահիտ, ես լավ տեղ չեկա, գիտես։ Ինչ ասեմ, Արմեն ջան։ Հնարավոր չէր ես փողոցից ուրիշ տեղ գալ։ Հա, դել կա։ Օ, ես եմ գալ, խցանում։ Ինձ չեմ ամխի թված, սայրվեց վերև ենք դուրս գալու։ Հա, դու միշտ խառնում ես։ Խառնակի չեմ, էլի։ Խանջան, հա, ասեցինք։ Ոչ։ Խանջան փողոցի վրա ենք, ժողովուրդ։ Գնում ենք այն մեր լամաջուի տեղը։ Հա, ինչի ենք գնում, որտև Լուսինեն շատ ուզում էր հլանդեղ Բուլղարիայում ասեց։ Մի հատ լավ տեղ, որտեղ համեղ լամաջո են պատրաստում։ Այո։ Ահա։ Եկանք Օղակաձև այգի։ Իդեպ ես ասեցի քեզ հեն այդ մանկական։ Հա, երեք ասեցի, չէ՞, ոնց որ։
Ինչ։ Որ մի անգամ վիդեո կար ինձ ուղարկել էին մերոք բացումից առաջ այդտեղ շինարարներից մեկը խոսում էր ասեց լրիվ նոր ջրային ջրելու համակարգ ենք սարքել գետնի տակով ինչ որ ու ամեն ծառին հասնում է այնքան ինչքան ծառը ուզում է իրան պետք է էլի էլ բան չբացատրեց ինչ որ տենց միստիկ բան ասեց Բա մեր նանսեն փողոցի վրա էլ ինչ որ լուկը մաքրել է ասում է այդպես տրուբա է որը ջուրը բան անձրևի ջուրն է հավաքում ու էլի բաժանում է ծառերի մեջ բայց ոնց է բաժանում կողքը այգի է էլի հա այդ խելոք բան է անձրևի ջուրը գնում է ծառերին այո շատ լավ ասում է ամենաօգտակար ջուրն է արև բան անձրևի ջուրը Դե այդ արդեն ծառերը գիտեն, բայց հա, լավ ձև է Մեր մոտ մի հատ տենց բան սարքենք Դավիթ էլ չջրի Այստեղ մերոնք Ես քանի տարի այգի են խոստանում սարքել Տեսնենք մեծ Դե ասա այս կաֆեի անունը Ամադո Ապրես Ամադո, հա? Ջորջի Ամադոնն էլի, չէ? Տենց կհիշեմ, այո Ծաղիկներով, աներով Ողջույն, անջատ եմ Արի, արի Անջատ եմ Գնանք լավ տեղ նստենք մի հատ Հա, էլի Դարել եմ բան, պապարացի Լուսինե ջան, Ռուբեն ջան, ողջույն Ողջույն Վերջապես դուք եք մեր հյուրը, անընդհատ մենք ենք ձեր մոտ հյուր գալի Շատ հաճելի է ձեզ տեսնել Նույնապես Ու Ժողովուրդ ջան, ես մի անգամ ասել եմ Ռուբո, ասեցի, թող ոչ մեկը չնեղանա Բայց մեզ հյուրը հատուկ ձևի հաճելի է երևանցիներ հանդիպել էլի Երևանցիներ, որոնք հիմա Երևանում չեն Բայց Երևանցին Երևանում ենք ելնելու էլի, գալու ենք, ստեղ ենք ելնելու Գիտեմ Ռուբ ջան Կարելի է ասեմ, որ Ռուբենը ստեղ բնակարան ունեն Վերանորոգել են Մի խոսքով ոտները ամրացրել են Հա ու բանը Լուսինեն կոնդեցիան, այնց որ մի քիչ զգուշ, Լուսինեի հետ պետք է Ընդ որում մենակ չի, կոնդում Լուսինեինք մաֆիա են, չէ Լուսինեք Քանի քույր եք, անընդհատ ասել ենք 5 քույր են Ռոբ, իսկ քո մոտ ինչքան եղբայր քույր կա 2 եղբայր են Որտեղ են, ես ոչ մի անգամ չենք խոսացի եղբայրների մասին Եղբայրս Ռուսաստան արյուն Մեկը հա, հենց երկուսով եք Երկուսով են Դա ինքը Ռուսաստանա, դու ստեղ ես Ես ստեղ եմ, ստեղ եմ դեղ տենց խառը Ռուսաստան էլ ես գնում Չէ, չեմ գնացել Չես գնացել, որ քաղաքում առու Լենինգրադ, Սանտ Պետերբուրգ Այո, հա Իմ սիրած քաղաքը Հա, լավ քաղաք է Ճիշտ է, մենք էլ ենք շատ սիրում Լենինգրադը Լուսինե, իսկ քույրիկները որտեղ են Քույրիկներս մեկը Ամերիկայում է Ահա Մյուսը Ֆրանսիայում է Ֆրանսիայում Բուլղարիա, երկուսն էլ Հայաստանում Բուլղարիա, երկուսն էլ Հայաստանում Դասվես չէ ինգը Այո Ինգը թամանվեց ինգը Այսենց կոնդը մեծացել է աշխարհով մեկ Բոլորի գործերը նորմալ են, չէ երևի Հա Ասում տակ, լավ է Լավ է, հա Դե ձեր գործերն էլ լավ Վատ չի, գիտեմ Բոլորս էլ հասկանում ենք, էլի գործերը հենց ընենց լավ ոչ են լնում Քրտնաջան աշխատանք է, էլի Չկա, աշխարհում ինչքան մանես գալի, տենց կետ չես կարում գտնես, չէ Առանց աշխատելու չի ստացվում Այդ մենակ Աստվածաշունչում է գրած, որ բան կա, չէ, ինչ որ դրախտ է, ինչ է
Կարելի է ոչ մի բան չանել, լավ ապրել։ Երբ եք գնում հետ։ 7-ին, հոկտեմբերի 7-ին։ Ինչքան ժամանակով եկաք այս անգամ։ 2 շաբաթով եկա, մի քիչ արագ էր պետք։ Անցած տարի 3 ամիս մնացի։ Հա, դե ռեմոնտ էի կարում, չէ։ Անցատարի Վերանորոգումով էի սպառ։ Արագի մեջ է ստավ։ Հետո Ավելի լավ, կար ժամանակով գանք, շուշուտ գանք, երևի էլի կհաջողացնենք, չնայած ռեսը չկա։ այդ ռեյսը շատ ինձ տխրացրեց այդ Բուլղարիայի հետ Մենակ մեզ չէ, բոլորին, որտեղ շատ գալիս էին այդ ռեսը։ Հա։ Հիմա մի րոպե, բայց մյուս տարի էլի կլինի, չէ՞ նորից։ Չեմ կարող ասեմ, չգիտեմ։ Մի րոպե, մենք մյուս տարի չենք կարա գանք Չի, Բուլղարիա։ չի, Ձերը Այդ չի։ ամառվա Երևան Սաֆիա։ Ձերերն Հա, Մեր չարտերն է լինելը։ Ոնց որ անպայման սպասում ենք ձեզ։ Անպայման։ Եթե Անահիտին համոզեմ են ծովի մոտի բանը, հաստատ Չէ, ես ընդեղ չհամոզեցի։ գնացել։ Չէ, չի ստացվում։ Ես իրան ասեցի 3 օրով մի կերպ կհամաձայնվեն։ Մնացածը էլի մեր օտելն է։ Ըստ կարելի է տես բան կազմակերպել, ոնց որ մի քանի օր այնտեղ տեղափոխվել, հա, Այդ ճամադան, մամադան, փոխի, Ճամադանը, հա։ Դե, բայց այնտեղ բոլորովին լավ չէր պայմանները։ Դե ծովի ափին, ես սիրում եմ ծովի ափին, չգիտեմ, ոնց որ Արմենն էլ ասել։ Կար, ոչ այգի կար, այդ գեղեցկությունը թողած գնանք ընկնենք այդ Ես սկզբից ասեցի, ասի, ստե պայմաններ չկա, այդ այգիները, այդ հաճույքները չկա։ Բասեինը ոնց մի հատ կալոջիցը սենց էլի, մի հատ Աստեղ ուղղակի ծովն է դիմացը։ Հա, մենք մեր տարածքին շատ սովորել ենք այդ Շատ լավն է, շատ սիրուն է, շատ լավն է ձեր տարածքը։ Հետո ծովը նենց չի էլի, որ ամեն օր կարողանաս մտնես։ Տարի է լինում, նենց անհանգիստ է լինում, ոչ մի անգամ, մի տարի մենք մի անգամ թե երկու անգամ Անամեկ օգոստոսին վանա, շատ վատ Հա, քաշում է այդ, քաշում է, հա։ այդ քաշող բանն է։ Ռոբյան, իսկ Մայկի մոտ ինչ նորություններ կա տղայից։ Նույնն է, հա։ Նույնն է։ Նույն ձևի, հա։ Հա։ Պարտեց ընդեղ, էլ չշարունակեց, չգնաց այդ մագիստրատուրա։ Մի րոպե, չէ։ Չէ, չգնաց Բա ինչ թվաց մագիստրատուրա։ գնացել է։ Չէ, չգնաց։ Հա, Մի սխալվել տարի է։ թողեց։ Հա, թողեց։ Ասմա, Մայկը ինձ ասում է դու, որ 2 հատ բարձրագույն ես ավարտել։ Հիմա ինչ ես անում, ասում եմ, ես փոշակարում արդեն տղա ջան։ Ասում եմ, միջև հիմա Բուլղարիայում ինչ է ջանում, ասում եմ, դե իմ երկիրը չէր, ոնց որ չստացվեց իմ Ամեն ինչ պատասխան կա։ Ասում եմ, հիմա դենց չի ասում եմ, մարդկանց ոչ թե ասում եմ դիպլոմն են գնահատում, մարդկանց ուղեղն են գնահատում, ասում եմ։ Հիմա ասում եմ, ինձ պետք չի դիպլոմ ունենալ, ինձ պետք է ասում եմ, որտեղ որ գնաս, աշխատանքի բաղով, ասում եմ, մարդկանց ուղեղն են գնահատում, ասում եմ, որոշում են, այդ մարդը արժանի է, թե արժանի չի։ Իսկ դիպլոմը ինձ պետք չի ասում։ Ու միշտ իշացնում ասում, ապո 2 դիպլոմները ինչ ես անում։ Երկրորդը ինչ է, Ռուբ, ես գիտեմ շինարար ես։ Պոլիտիկի, մարքսիզմ, լենինիզմի համալսարան։ Այդ որտեղ, Մոսկվայում։ Չէ, Երևանում էլ կա։ Երևանում Շամյան դպրոցում երեկոյան ժամերին համալսարան կա այդպես։ Մարքսիզմ։ Հա։ Ես այդտեղ ավարտել եմ։ Երկրորդ դիպլոմս այդտեղ է եղել։ Որպես պոլիտտեխնոլոգ։ Այսինքն դու մտածել ես նախարար դառնաս, հա, բանի։ Շատ բան էի մտածել, ասենք մի քիչ քանդվեց ամեն ինչ ոնց որ, շատ բան էի մտածել։ Այո։ Նորմալ էր, ամեն ինչ նորմալ ընթանում էր ու սենց ստացվեց։ Լուսինե ջան, իսկ կոնդի որ մասում եք ապրում, մի հատ նորից բանանենք։ Հենց կոնդի, հենց կենտրոնում այդ Այս սարի գլխի։ Կոնդի ամենավերևի բլուրը, ամենավերևի կետն է։ Հա, ես ամեն անգամ մեքենայով այդտեղ եմ ջարի կանգնում։ Չես մտել այդտեղ։ Ինչ բլոգեր գնում Ամենավերևի կետն է կոնդի։ Միշտ Բա ես ամեն անգամ ասում եմ երեխեք ինձ ամենավերևի կետը քշեմ Չեն ցույց գնամ։ տվել։ Ձեզ չեն Մի քիչ ցույց տվել։ դժվար է ճանապարհը մեր փողոցի Իրոք Լուսինե, դրանից բարձր ավելի կետ կա։ Չէ, միակ ամենաբարձր։ Որտեղ ես էի կանգնում Հա, մեքենայով։ դա շատ ցածր է։ Հա, այդից Նույնիսկ շատ ցածր։ Շատ ցածր է դա։ Դե մի հատ ինչ որ ձև ասեք, որ մյուս անգամ գնամ ձև։ Ասեմ, կոնդի 56։ Կոնդի հիմա էլ է 56, կարող է փոխվել է։ Չէ, նույն ասեմ։ Իսկ տունը մնացել է Լուսինը։ Հա, Դու արդեն ստենց Կա, դա էսի տունը կա։ կա, բայց մարդ չի մնում։ Ինչ որ մեկը ապրում է այնտեղ։ Հա, ձերոնցից։ Իմ մոտ բանա, չեն ապրում։ Ես հակառակ եմ անում, չեն ապրում։
Չեն ապրում։ Չէ, բուլղարերեն սենցի Ա բուլղարերենը Իքը չէ։ բուլղարեն հաու չեն ասեն։ Չեն ապրում, չեն։ Հա, գլուխը։ Էդի հանա։ Ես արդեն խառնում եմ։ Էսի հանա, Սովորել ես։ Սիներին։ Սենց անել։ Բայց ափսոս, այդ պետք է թողեիք այդ Դե տունը։ քիչ կամպունա, տենց եսի։ Է կապ չունի, հիմա այնտեղ գները արագ Չէ, մնում է տունը իր։ Մնում է։ Տունը Ա ձերն է էլի։ Եվ շայլի։ Հա, կարևոր է դա հիմա։ Որ քանդելու հանգարց ենթակալնի, ձեզ մի բան կտանի։ Սեփական տունն է, հա։ Էդի պապական տունն է, պապիկը ստեյացնվե, պապասը ստեյացնվե, ես ստեյեմ։ Ձերոնք է սարքել են վախտին, հա։ Երևի էլի, հա։ Պապաս կոնդի տղայ է, Հա։ հետա մենք էլ ես էլ Եկել կոնդի Կոնդի տղայի աղջիկներ են։ Ռուբով ոնց կարացար սենց աղջիկա գրավես։ Ես էլ եմ կոնդից։ Հա, ես է պակաս չեմ։ Ներշի որ հեռու ենք իրարից։ Բայց դու ավելի ներկեր Ավելի ես, հա։ ցած ես։ Կոնդի տեսերը։ Հա, փեշերը լուսինեն վերևներ։ Ներողություն։ Ռուբ, ձեր տունը փաստորեն քանդեցին ու տվեցին հիմա որտեղ ապրում ես, Նույն հա։ տեղում շենքը կառուցեցին։ Ախ, այդ նույն տեղն ես Մեր ապրել։ տանտեղը։ Հա, Մեր հասկացա։ տանտեղը շենք են կառուցել։ Այսինքն դուք որ եկաք այդ շենք, այդ հարևանները արդեն ահագին ծանոթ մարդիկ կային մեջ։ Մի համարյա կեսը մեր տեղացի Այն ես եմ սիրում տենց հայատներ։ ասվայնշիկներն Հա, են։ ասվայնշիկները։ Հա, կեսը Ճիշտ է։ շենքի կեսը նրանք են։ Ճիշտ է, այդ ասվայնշիկ էին ասում։ Ասվայնշիկ։ Իշեցի այդ խոսքը մոռացել եմ։ Ինչ սովետական։ Ռուբո, իսկ կարող է իմանաս, այդ Ապտեք ուպրավլենի դիմացի շենքը որ կա է։ Հա, որ հետո Պուշկինի վրա։ կառուցեցին, հետո որ կառուցեցին։ Հա, այդտեղ այդ աղմուկը ինչի է այդ կապված, որ տեղի բնակիչներին տուն չէին տալու։ Չէ, ուրիշ տեղից եկան ինչ որ շենքը կառուցել էին ազատ էր, ուրիշ տեղից եկան մտան ինչ որ Ախ, տենց լրիվ ուրիշ Եկան տեղից։ մտան գրավեցին ոնց որ։ Դու հաստատ գիտես։ Հա, տենց Գիտես, ինձ միշտ թվում էր, որ այդտեղ ապրող մարդիկ են իրանց քանդել են։ Շենքը սարքել էին պատրաստեր։ Երևի այդտեղ հələ վաճառքի թեմա կար, չգիտեմ ինչ կար, ձգվել Ես գիտեմ, ինձ մի քիչ էլիտար շենք է։ Հա, մի քիչ։ Այսինքն մի դոտ է ժողովուրդը ուրիշ տեղ պայմանավորվեց ու եկան տենց սաղով։ Եկան, մտան, գրավեցին այդտեղ ու դուրս չէին գալի։ Այ քեզ ունիկալ պատմություն։ Հայկական Բա պատմություն։ վերջը ինչ է ասում։ Չեմ կարող ասեմ, ես ընդդեմ չեմ եղել տվել։ Ես հիշում եմ քաղաքում մեկ շուխուրել, բայց ոչ Եկան մեկը մտան, գրավեցին ուղղակի, մտան այդտեղ։ դա գիտե։ Հիմա մի րոպե կոնդում հետ ծանոթացա իրար հետ։ Համարյա։ Համարյա։ Ես այն ժամանակ որ աշխատում էի, իր մաման եկավ իմ մոտ, Ահա։ աշխատանքի պահով։ Այո։ Որ աշխատանքի տեղավորեցի, Հա։ ոչ են պատական իր մամայի միջոցով ա եղել։ Ես իրանց տուն գնացի եկա, տեն շփում եղավ, Ահա։ տեն ծանոթացանք իրար հետ։ Այո։ Մեր կոնդեցին էին, բայց ասենք չեմ ճանաչել, չեմ իջել։ Հա։ Այսինքն դες Ռուբոն զոքանչի միջոցով է Այո, ծանոթացել։ Նա տանտիր զոքանչուն էի, հոյակապ կիներ, տանտիր զոքանչուն էի։ Իրա միջոցով տենց թեմա եղավ, գնացի իրանց տուն շփում եղավ, այդտեղ Հա, Աթեն Լուսինեն ասեց, մամայի աշխատավարձը բերեց։ Շատ կգրես, մաման Հաճելի է, շատ կգրես։ հաճելի է։ Մի հատ էլ Թորան մասին պատվի, որտեղ շատ ենք իրան Ո՞ր հավանում, Թորան։ Կրիստիանին։ Ինքը շատ Ես տորներ Կրիստիանին ունի։ գիտեմ։ Երեք թոր ընդեղ ունի Երեք Գերմանիա։ թորնիկ Գերմանիայում ունի։ Մարիաննային էլ եք տեսել դուք, էլի Հա, Կրիստիանի քույրը։ Քրիստիանի քույրը։ Բայ ճիշտ է։ Հա, Ճիշտ է։ Մարիաննային էլ եք Հա, տեսել։ հա։ Ինքը Ուղղակի թորն է, Կրիստիանին որ երկու Հա, անգամ տեսա Կրիստիանը տպավորվեց։ մեր հետ շատ Չորս տղա մեր ավելի շատ է Հա, շփում։ հա, հետո մեզ Բնական է, տղա է ինքը շատ Հա։ շփում։ ոնց է գործերը։ Շատ լավ է։ Լավ, Հա։ ինչպես ամսավեր աշխատել Քրիստիանը։ Ինչ է աշխատելու Լուսինը։ Դե ինքը բան, չէ, իր համար աշխատում էր, էլի խանութ ունի։ Խանութները, իրանց խանութները Բայց ինքը սովորում է, չէ։ Հիմա էլ է սովորում, հա։ Բանը on-line է սովորում։ հերակա։ Հա, Հա, հերակը։ բուլղարական Հա, ինչ-որ հա, հա։ ունիվերսիտետը համալսարանն է, բուլղարական։ Սոֆիայի համալսարանում բան հերակա սովորում է։ Քույրիկն է տվեց այս տարի։ Քույրիկն է տարի ընդունվեց։ Էլի է Սոֆիա։ Ինչ արեցի, ասի դու էլ դու այդ տղա ջան, ինչ կա։ Այսինքն ժամանակ առ ժամանակ գնում են ինչ-որ Մայքլը։ Հա, տարվա մեծ էր 2-3 անգամ ասենք, տենց գնում գալիս է։ Հա,
Լա չեն գնացել, բայց կգնան։ Լավ, հիմա երկու թորնիկը ոնց է մենք։ 3 թորնիկներ Գերմանիայում է, փուչուր է։ Գերմանիայում են նրանք, փոքր են նրա։ Մյուս աղջիկը։ Հասկացա։ Հա, ձեր մյուս աղջիկը Գերմանիայում է։ Ու այնտեղ իրոք այնտեղ 3 հատ երեխա ունի։ 3 հատ տղա։ Երեք տղա։ Հա, էքյատային բան է, հա։ Էքյատներից է։ Իսկ Գերմանիա գնում եք սկի, թե։ Գնացել եմ։ Հա։ Այս տարի եմ գնալու։ Ձմեռը գնում եմ, հա։ Հա։ Ձմեռը ընդեղ է։ Գնում եմ, հա, փոքրեն մի քիչ օգնում եմ։ Օգնելու, հա։ Այս տարի էլ պետք է գնամ, հա։ Դե դու հայտնի Դարձի օգնող ես։ տարբերակ է, էլի, մի քիչ ուրիշ։ Այդ էլ է դա։ Լուսինեն, դու հայտնի օգնող ես։ Բոլորին օգնում ես։ Դե եթե կարողանում եմ։ Հա։ Դե աստվածտան միշտ կարողանաս։ Այո։ Ինձ էլ օգնես։ Իհարկե։ Ինձ էլ Դե դու օգնես, շատ ինչ է։ կասես։ Իսկ ո՞ր քաղաքում է Լուսինե։ Նյուրնբերգ։ Նյուրնբերգում է։ Այն ֆաշիստներին որ դատեցին, Այ Այո, դատավարեցին։ Նյուխենում ես ասում եի գնանք Նյուրնբերգը տեսնենք, դու ասիր ես չեմ գնա այդտեղ։ Ինչու՞ չեմ հիշում։ Այդ շենքը, որ բան էին արել։ Անյորնբերգի դատավարությունը որ եղել է։ Հա։ Ձյանան ցույց տվեց, մամա ասում նա էս այդ շենքն է, այն հետևներ տարել են մարդկանց գնդակարել են, ասում ոչ։ Հենց այդ դատարանի հետ է, հա։ Ռոբոտ, հիմա դու երկու երկրում ապրած, երկու երկիր շատ լավ իմացող մարդ։ Անկախ նրանից, որ մի րոպե մոռանանք, որ դու Երևանի ծնունդ ես, հայ ես, Բուլղարիան լավ մարդու համար ապրելու, թե Երևանը։ Դե իմ համար բնական, ասենք Երևանը շատ Չես կարա մի ավելի լավ րոպե է։ անջատվես այդ։ Շատ ավելի լավ է։ Հա, Բնական է, որ շատ ավելի լավ է։ Բայց ասենք ոնց որ Երևանում մի քիչ ավելի անօրինականությունները շատ է, օրենքին չէին։ Բուլղարիայի հետ համեմատած։ Հա, Բուլղարիան, հա։ Բուլղարացիք լրիվ օրենքին ենթարկվող ազգ են։ Բուլղարացիները ենթարկվում են օրենքին։ Հայաստանում մնա շատ հեռու են օրենքին։ Մոտ էլ չեն գլա օրենքին։ Օրենքները ընդունվում է, օրենքները հա Հենց փորձում են։ տարբերություն է, ես ճիշտ ասած Շատ չէի մեծ պատկերացնում, որ Բուլղարիանում Հայաստանից դեռ ուժեղ տարբերվում է։ Օրենքի պահով։ Հա, օրենք, ասենք ես ընդ ոչ մեքենա եմ քշել, ոչ բան, որ իմանամ։ Չէ, օրինական, օրինապաշտ ազգ են, օրինապաշտ երկիր է, որպես եվրոպական երկիր, եվրոպական միության երկիր է, օրինապաշտ են ասել իրանք, եվրոպացի։ Այսինքն կարանք ենթադրենք այնքան օրինապաշտ են, որ ընդունել են Եվրոմիություն, էլի, եթե չլինեն Երևի դրա համար են ընդունել, դե այդ պայմանները ապահովել է երևի, ասենք Հա, Հայաստանին դերլա շատ հեռու է միջև Եվրոմիություն, շատ հեռու է։ լավ, այդ օրինապաշտությունը դնենք մի կողմ։ Ապրելը, ապրուստը ավելի հեշտ է, ավելի ինչ-որ կա տենց բան։ Մի րոպե։ Կյանքի պայմանները ավելի հեշտ է, այս եմ ասում։ Թոշակը հաստատ անհարմար Ավելի բարձր է, իհարկե, հա, իհարկե։ Մինիմալ թոշակը երկու անգամ ստեղից բարձր է Հայաստանից։ ստեղի մինիմալից։ Մինիմալից երկու անգամ բարձր է։ Հա, Ընդ այդ թոշակները տարվա մեջ երկու անգամ բարձրացնում են։ Պարտադիր է 4-րդ թե 5-րդ տարին է բարձրացնում են։ Տարվա մեջ երկու անգամ։ Երկու անգամ։ Տարվա մեջ երկու անգամ թոշակները Ինչ ասում։ Ոչ թե երկակի։ Երկու անգամ, տարվա ընթացքում երկու անգամ ինչ որ չափով բարձրացնում են։ Հասկացա, ոչ թե երկու անգամ Ոչ են թե երկու անգամ բարձրացնում, են այլ բարձրացնում, ուղղակի երկու անգամ բարձրացնում են ասել։ Հա, ու ինչքան է։ Մոտարապես 1%, 2%, Ավելի շատ։ ավելի շատ, հա, մինչև 5% կարա։ Հա, մոտավորապես տես մինչև Բայց այդ դուրս բան է։ Հա, Ու ռուխ, ինձ հետաքրքրեց այդ թեման։ Ասենք կառավարությունը տենց պարտավորություն է վերցրել մարդկանց դեմ, որ տարին երկու անգամ ես բարձրացնեմ։ պարտավորություն են վերցրել, Այդ ինչ հաճելի բան է։ երկու անգամ տարվա ընթացքում Մերոնց բարձրացնում։ էլ չէ չէր խանգարի տենց մի բան։ Կան են ինձ թվում, հա։ Երևի Հենց կան են։ պարտավորություն է։ Պարտավորություն են վերցրել տարվա ընթացքում երկու անգամ 6 ամիսը մեկ, այսինքն Հա, բարձրացնում են թոշակը։ ես հիշում եմ մեր Բաքում հասակով մարդիկ կային, մինչև վերջերս անընդհատ էտ էին ասում, հենց սկսում էինք
երիտասարդ էին, Ստալինի փնով էր, ասում էին Ստալինի ժամանակ ամեն տարի ապրիլի 1-ին գները իջնում էին։ Դու իմացել ես, որ տենց բան Ես չեմ հիշում, տենց բան չեմ եղել։ Ես էլ չեմ հիշում, չէ, մեծահասակներն էին ասում են, այսինքն այդ մարդիկ ուժեղ հիշել էին, որ Ստալինը խոսք է տվել, ու խոսքը կատարում էր ամեն տարի, էլի։ Դա բան է, ճիշտ բան է։ Իհարկե, կառավարությունը մի հատ պարտավորություն վերցնի, որ ժողովուրդը սկսի հարգել ոնց որ, էլի, որ նայեք էս արել արեց, են էլ արեց, էլի։ Պարտադիր բան է։ Ինչ անենք, սենց վեկանան։ Առավել ևս, որ ինֆլյացիան, ասենք ինֆլյացիա էլ կա, չէ։ Հա, իր ընթացքում գնում է։ Այդ ինֆլյացիայի ընթացքում գոնե 6 ամիսը մեկ, ասենք կարգավորում դինի, չէ, հա։ Թոշակառուների համար։ Շատ լավ է, շատ։ Դե հենա հարցից պատասխանեցի, չգնամ։ Հիմա որ ասենք ստեղ Սիրան կա, այնտեղ Սիրանը համով չի, դա մեր բանը չի, էլի։ Դե հիմա տենց ասած։ Մեր արժանիքը չի, բնության տված է։ Այո։ Այո։ Պետության արժանիքը չի։ Հայաստանի ամեն ինչն համով է։ Այո։ Դե ես գիտեմ, Լուսինեն եթե գալիս է քույրերով ենքան զբաղված է, չէ։ Քույրերն էլ են այս ժամանակ գալի Լուսինը։ Որը հասցնում է գալիս։ Ես հիշում եմ դու մի անգամ ասեցի ստեղ ենք միշտ հանդիպում ամենաշխաճախը։ Դուք Ֆրանսիայից գալիս է։ Այս շատ ցավալի է, ես գիտեմ ինչ եք։ Չեն հանդիպում, հիմա չեն հանդիպում։ Գիտեմ, հա, որտեվ այդ ռեսերը հանում են, դուք չեք կարող մնաք էլի, պետք է արդեն գնաք եսին ոնց։ Հա, ափսոս իհարկե։ Դա Ոչինչ, մյուս տարի։ Ռոբ, իսկ օրինակ դե դու լավ գիտես Երևանի կյանքը էլի։ Ինչ որ մի բան նկատել ես, որ անցյալ տարվա քո եկածից այս տարի, այս անցյալ տարի այս լավ բանը չկար, այս տարի կա։ Կամ այս վատ բանը անցյալ տարի չկար, այս տարի կա։ Չէ, ճիշտ ասած։ Չէ, տենց փոփոխություն չկա առանձնապես, մեծ։ Հա, եղավ։ Նույնն է, հիմնականում նույնն է։ Հա, նույնն է հիմնականում։ Ստաբիլ է, ասենք։ Կարող է փոքր փոփոխություններ լինի, չնկատենք։ Չես նկատել։ Հա։ Հիմա մի հատ դու ինձ հարցնես, որ Բուրգաս գալիս ես ամեն տարի կարաս, ասես։ Փոփոխությունը նկատում ես։ Նույնն է, նույն բանը։ Հա, ճիշտ է, չես նկատում, քիչ է։ Եղավ երեխեք ջան։ Ձեզ մաղթենք բարի ճանապարհ։ Շնորհակալ եմ։ Մեր Բուրգասի բոլոր ձեր բարեկամներին ջերմ բարևներ մեր կողմից։ Քրիստիանին բարևներ, այո։ Այո, Քրիստիանային էլ, Մարիանային էլ, Մայքին էլ։ Հիշացրեք։ Աղջիկներին, Սուզին, Սյուզին, խնամիս էլ է երևի հիմա նայեմ, Գոհարին էլ բարևներ։ Գոհարը ստեղ է։ Իրոք է, Գոհարը ստեղ պետք է։ Գոհարը ստեղ է, բայց էլ չեմ հանդիպել։ Հանդիպելու է, սա։ Գոհար ջան, ողջույն։ ողջույն գոհար։ Այո։ Գոհարին էլ պետք է տեսնենք։ Ես Բուրգասից հիշում եմ, Գոհարը միակ մարդն էր, որ ստաբիլ լողանում էր, չէ՞։ Գիշերները, չէ՞ ոնց որ ասեց։ Այո։ Սենց ջան։ Սենց հանդիպում։ Սենց Եվս Լավ ջերմ հանդիպում։ լավ հանդիպում եւ շատ Մեր տխուր։ հարազատների հետ։ Հա։ Ինչի՞ համար տխուր։ Ես միշտ տխրում եմ, երբ Քիչ ժամանակը գոնե կարճացնենք հանդիպումները, էլի։ Աստված Ճիշտ է, այդ լավ միտք է։ Մի հատ մենք ենք գալի, հետո մի հատ դուք եք գալի։ Ռուբո, ես գիտեմ դու շատ տեղյակ մարդ ես էլի։ Ես երեք ամոթով ասեցի, որ Պեպոն հենց նոր եմ նայել։ Այդ դումի յաբլկի, ինչ է նշանակում քո կարծիքով։ Չգիտեմ։ Գործողների չեմ կարող ասեմ ինչ։ Սորտա ինչա։ Ես երեք հարությունին հարցրեցի, ասես դումի յաբլկի երևի ինչ որ մի տեղի խնձոր, որը շատ լավն է, էլի։ Ոնց որ չեմ կարող ասեմ։ Ոնց որ ես էլ ասեցինք Արամուսի գազար ասենք, էլի, այնց էլ դումի Բայց յաբլկի։ հետաքրքիր է, ես էլ չեմ մտածել դու։ Հիմա Արամուսի պամիդորն է լավ։ Հիմա պամիդորն է առաջ։ Ես ձեզ այնց եմ լսում Արամուսի, պամիդորը զարմացել, ասում ռուտ գազար, չէ։ Հետաքրքիր է, չեմ մտածել։ Հիմա պամիդորն է։ Կամ Հիմա տես ինչ կատարվեց Ռուբո։ Այսօր մեզ մեկը կոմենտ է գրում, որ դումի այդ դունյա նշանակում է ինչ էր նշանակում դունյան ասեց։ Աստվածային, հա։ Չէ։ Մի րոպե անջատեմ, ես մի հատ այդ կոմենտը նայեմ, այդ խոսակցությունը, գիտես ինչի ես հիշեցի,
այսօր մենք Թումանյանի վրա մի հատ շենք նկարեցինք։ Ու տենց առնամենտներով զարդարել էին բնակիչները, էլի։ Ու տեղ մեկ էլ իմ մտքով այդ բանը անցավ։ Հեսա մի րոպե անջատեմ հիշեմ, մի հատ հլա ասեմ։ Այս մինչև կոմենտը կտանք ժողովուրդ, ստեղ երկու տարբերակ դուրս եկավ։ Ուրեմն նայեք։ Այնտեղ գրած էր, որ դունի դա նշանակում է աշխարհի։ Այդ կինը գրում է իմ կարծիքով, որ ասում է դունի յաբլկի, ուզում է ասի աշխարհի ամենալավ խնձորները։ Մենք էլ հիշեցինք Սայաթնովայի չկա քիզի նման, քիզի նման, դունիս աննման, չէ, դունիս աննման։ Դունիս աննման, դունի յաբլկի քո խնձորները։ Դունիս նշանակում է դու։ Դու։ Բայց այդ կնոջ գրածից ես էլ սկսեցի մտածել, որ դունիս աննման, այսինքն աշխարհի ամենալավն ես դու, չկա քիզի նման, դունիս աննման, աշխարհի աննմանն ես դու։ Չէ, ասում եմ դու ես աննման։ Հիմա ես հասկացա, որ քո ասածը ավելի ճիշտ է։ Դու ես, քո խնձորներն ասում։ Այսինքն ինչի եկանք։ Դունի յաբլկի ասում է քո խնձորներն է։ Այս քո խնձորներն է, քո Այդ ավելի ճիշտ է հաստատ, քան թե աշխարհի ամենալավ խնձորը։ Շո, շնորհակալություն։ Եկաք Բուրգասից օգնեցիք։ Միասին ճշտեցինք։ Միասին ճշտեցինք։ Մի հատ բարդ հարց լուծեցինք։ Այո, հիմա ես գիտեք, գնում եմ մի քիչ հեռու, դուք ստե վերադասավորվում եք ու այն մանկական խաղն եք սկսում խաղալ։ Մեր սիրելի պահը։ Մենք կանգնենք ասեմ։ Սիրելի պահը։ Լավ մնաք։ Ստեսություն ձեզ։ Շատ շնորհակալություն։ Մենք էլ Դու բարի ճանապարհ մի անգամ էլ։ Շնորհակալություն։ Հայր ջան, լավ մնաք։ Միշտ առողջ եւ խաղաղ երկինք։ Առողջություն եւ խաղաղություն բոլորին։ Մենք բոլորս դա ենք ձեզ ցանկանում։ Սիրով Երևանից, վախի չասեցիր, Անահիտ։ Դե էլ դու ասա այսօր։ Շնորհակալություն։